Բարի երեկո շատ սիրելի հեռուստադիտողներ։ Իհարկե ցանկալի կլիներ, որ այսօր ասեր բարի երեկո որևիցե արական սեռի ներկայացուցիչ, հաշվի առնելով տեխնիկական այն պահը, որ այսօր մարտի 8-ն է եւ հետեւաբար կանանց մայրերի գեղեցկուհիների տոնը եւ առհասարակ կանայք այդքան հարուստ չեն տոներով, այնպես որ կարելի է մի ամսակ նշել, ինչու ոչ։ Ես նախ սրտան շնորհավորում եմ բոլոր տիկնանց, աղջիկներին, մայրերին, բոլորին իրենց օրվա տոնի կապակցությամբ եւ ուզում եմ այսօր սկսել եթերը, որը յուրօրինակ է, քանզի ոչ թե ընտանիք է մեզ հյուրընկալվել, այլ կանանց շատ գեղեցիկ, շքեղ, կայացած, անուշահոտ հրաշալի մի փունջ կանանց եւ այդ կանայք վստահ եմ, որ ձեզ կվարակեն իրենց ուրախությամբ եւ գեղեցկությամբ։ Ուզում եմ սկսել կնոջ խոսքերով, շատ սիրելի իմ գրողներից մեկի, Ժորժ Սանդի, Ավրորա Ջուպենի խոսքերով, որ ասում էր մեր կյանքը բաղկացած է սիրուց եւ չսիրել նշանակում է չապրել։ Անշուշտ չի կարող կինը չլինել սիրված եւ ուստի ներկայացնում եմ ձեզ իմ շատ սիրելի հյուրերին, սկսելով իհարկե մեր այսօրվա ամենադասական, ամենափորձառու հանրապետության վաստակավոր արտիստ Տիկին Էվելինա Շահիրյանից, բարի երեկո։ Բարի երեկո։ Երևանի Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, հրաշալի մայր, հրաշալի տատիկ, երկու զավակների մայր, 4 թոռների տատիկ, նաև արդեն մի ծոռ ունի, էտել ասենք։ Չի սազում ծոռը, բայց սա է, շնորհավոր։ Նախ շնորհավոր ձեր մարտի 8-ը։ Շնորհակալ ենք, քոնն էլ։ Տիկին Էվելինա, չնայած տիկին բառը այս դեպքում ճիշտ չէ, բայց այնուամենայնիվ հարգելով տարիքը եւ փորձը, սրտանց մաղթում եմ, որ լինեն ծոռները շատ, բայց արտաքին տեսքն ու երիտասարդությունը լինի անսպառ։ Ապրես, շնորհակալ եմ։ Ներկայացնեմ Տիկին Էվելինայի կողքին նստած երգչուհուն, հաղորդավարուն, որին գիտեմ, որ ներկայացնելու կարիք չկա, Քրիստինե Պեպելյան, բարի երեկո։ Բարի երեկո։ Քրիստինե, հրաշալի երկու մասնագետներին ներկայացնենք, չէ, հաղորդավարը։ Երկու մասնագետների, որոնք կարողանում են ոչինչից ստեղծել ամենայն ինչ, ասել Շեքսպիրի, եւ կարողանում են սովորական մարդուց դարձնել արտասովոր մարդ։ Այս դեպքում կանանց մասին է խոսքը, նրանք էլ են մարդ։ Ներկայացնեմ Make-up ստուդիոյի հիմնադիր, ոճաբան, ինձ համար առաջին ոճաբաններից մեր հանրապետությունում, տանտիրուհի, գեղեցկուհի Ալեքսանդրայի մայր Հրանուշ Եղոյանին, բարի երեկո Հրանուշ։ Բարի երեկո, շնորհակալ եմ ջեր որը նաև մեդալակիրը, որը նաև ջերմ չեն, օբյեկտիվ խոսքեր են, շնորհավոր մարտի 8-ը Քրիստինե քոնն էլ դու տեղով ծաղիկ ես հիմա նստած, այնպես որ ես էլ եմ շնորհավորում բոլորիս սրտանց։ Այդպես Հրանուշ ձեր մարտի 8-ն շնորհավոր։ Շնորհակալ եմ նմանապես։ Ես շատ կուզեի առանձին օր լիներ գեղեցկացնողների, ու դուք եւ Արևիկը կմտնենք այդ գեղեցկացնողների ցանկին, ձեր շնորհիվ այդ օրը կանայք զգում են լիարժեք։ Այսպեսով Արևիկ Սիմոնյան, նույն ինքը Կիվերան Այնոմիս, այսինքն այդ բրենդի հիմնադիր, ղեկավար, շահագործող, ես կասեի, դիզայներ, մոդելավորող եւ նորից ընտանիքի տեր աղջիկ, մի նայեք, որ երիտասարդ գեղեցիկ մարդիկ բոլոր ընտանիքներն են եւ լուրջ մարդիկ են, ոչ թե ոմանց պես։ Արևիկ ջան, շնիկներ է մեր փոքրիկ։ Ստանալու է գնացել։ Շնիկը առանձին պայուսակը վերցրել եւ գնաց խարտի ուտ է նշում։ Կիկին գնացել ջերմուկ։ Հա, շնիկի ամուր է գնացել։ Կիկին փոքրիկ ճամփրուկի կվերցրել եւ գնացել է ջերմուկ։ Օդեր։ Շնորհավոր Արև ջան, Արևի պես միշտ պայծառ ուրախ։ Ես այսօր շատ լավ տրամադրություն ունեմ, ինչպես եւ ամեն անգամ։ Մենք օրիգինալ չեմ։ Եվ հետաքրքիր է, ճիշտ է, կոմունիստական տոն է, ես դեմ չեմ։ Բայց ոչինչ, լավ հիմա տոն է։ Շատ գեղեցիկ տոն է, ինչու՞ կոմուն։ Սաղ դեմ չեն, սաղ մենք իհարկե։ Մենք կլոր տարի լիներ, էլի դեմ չէինք լինի։ Ես անմիջայլոց ասեմ, որ կլոր տարի է, եթե նայենք մարտի 8-ից մինչև ապրիլի 7, հետո ապրիլի 7-ից մինչև մարտի 8։ Իհարկե։ Իհարկե։ Ես ձեզ ասեմ, տղամարդկանց է պետք հարցնել, արդյոք նրանք գոհ են։ Օրինակ, Հրանուշ, հետաքրքիր է ձեր ամուսինը, Հովանեսը, մեր շատ հարգարժան ռոմանտիկ ընկերը, որքանով շատ սիրող։ Հա, չէ՞։ Դե նորմալ ճիշտ մարդ է, ինչ ասեմ։ Որքանով են այդ կարևորում հենց տոնական օրերին իր կողքի իր սիրելի Անկեղծ ասած սխալ չընկալվի ուղղակի Հովանեսը շատ նյարդայնանում է այդ հատուկ տոներից, օրինակ Սուրբ Վալենտինի տոն, չգիտես մարտի 8 եւ այլն, նյարդայնանում է միայն այն պատճառով, որ համարում է, որ սխալ է, երբ
ընդհանրապես սիրող անձինք մեկը մյուսին ուզում է սեր եւ ուրախություն պարգևել, դրա համար հատուկ առիթ պետք չէ։ Նյարդայնանում է, որտեղ կին իր համար միշտ տոն է։ նյարդայնանում է, որ հատուկ օր են մարդիկ սպասում, որ միմյանց ձեռքերը բռնեն, Եվ միայն այդ օրերը։ քայլեն, ուրախանան, ժպտան, միմյանց ծաղիկ նվերեն, ուշադիր լինեն այդ օրերին, գեղեցիկ խոսքեր ասեն, բայց ես ինքս սիրում եմ տոներ շատ։ Համենայն դեպս երբ գիշերը 12-ից հետո օրը փոխվում է, մի տեսակ ես ուրիշ ես զգում, որ օ, մարտի 8-ն է։ Այո։ Եվ հետո առավոտյան հասկանում ես, որ ինչ չի փոխվել, ծաղիկ չկան, նվեր չկան, ջուր մի տեսակ աշխատում ես դու։ Այ դու ծտեցիր, դու գոնել ես եմ մեծ ծաղկեցի այսօր տաղավարում արդեն ասել եմ։ Հրանուշ, իսկ այն օրերին, երբ որ հանկարծ մոռանում է Հովհաննեսը, որ իր կյանքում տոն է, երբ դուք նրա կողքին եք, փոքրիկ էսպես թղթիկի վրա կա մարտի 8-ը նկարած, որ հոպ, մարտի 8, իբր տոն է, էլի հետո։ Ուրեմն Հովհաննեսը շատ հիմա արևիկը կպատմի, որովհետև ինքը ընդհանուր եթե մոռանա, վերջում հումորը իրան կփրկի, փրկում է, անցյալ տարի ոչ մեկ չի կարող մոռանալ այն փաստը, որ ինքն Հրուշ, ինչ ստացար նվեր միքսա։ Գիտես ինչ։ Ինձ հովիկը զանգեց, ասեց Հրուշ, լավ ես։ Հա, շնորհավոր։ Ահա։ Դե հիմա պատկերացրու, դու պատկերացումից շատ լավ ես։ Հիմա դուրը բացվում է եւ բերում ենք այս աշխարհի բոլոր ծաղիկները։ Դու դա պատկերացնում ես, զգում ես այդ հոտը, ասում հա մաքսում։ Դե շնորհավոր, պրոստը չկարողացա բերել։ Զատլասը, необычно։ դե հա շատ մտածել եմ, եւ շատ գեղեցիկ է, օրիգինալ է։ հա, շատ օրիգինալ է, բայց շատ սիրում եմ իրեն ծաղիկներ, ուշադիր լինել եւ այլն։ Գիտեք, ես դեմ եմ վիրտուալ նվերներ, որովհետև այսպես մարդիկ սոցիալական կայքով, Facebook-ով բանավոր կգրեն շնորհավոր, Հա, ու դրանով ու վերջ, բայց սահմանափակ։ Ես էլ կողմ չեմ, ես դեմ եմ, ոչ թե կողմ չեմ։ Կրիստինե, գանքեր սովորաբար լրագրողները միշտ սիրում են այդ հարցը թփերի մեջ պահած։ Ամենաօրիգինալ նվերը, որ դուք ստացել եք։ Մենք ես որ չեմ ստանում օրիգինալ նվերներ, դրա համար երբեք այդ հարցի պատասխանը չունեմ։ Ինձ հետաքրքիր է։ Ես իմ կյանքի ընթացքում շատ հետաքրքիր նվերներ եմ ստացել, իսկապես շատ։ Կլինեն դրանք իմ երկրպագուներից, կլինեն դրանք ինձ սիրող մարդկանցից, իմ ընկերուհիներից, շատ տարբեր։ Եղել են անգամ դեպքեր, երբ իմ երկրպագուները ինձ են նկարել իրենց ձեռքի աշխատանքն են նվիրել ու ես շատ հաջող եմ ստացվել այդ նկարի մեջ։ Ճանաչելի եք եղել կարևորը։ Այնքան գեղեցիկ է ստացվել, չի հավատում այդ իրականությանը, որ ես կարող եմ լինել անգամ շատ լավ է ստացվել։ Մի քանի այդպես օրիգինալ նկարներ ունեմ պահած։ Ես ունեմ շատ հետաքրքիր գեղեցիկ հիշարժան, օրինակ ասենք նվերներ, որոնք ավելի տենց անձնական բնույթ են կրում, բայց դրանք ինձ համար շատ հուզիչ են եղել եւ ես շատ ուրախ եմ զգացել, թեկուզ անգամ փոքր նվերից։ Հատուկ առանձնացնելը ասենք մարտի 8-ը անշուշտ իհարկե լինում են։ Ես ունեցել եմ շատ գեղեցիկ տեսարաններ իմ կյանքում, երբ հսկայական միջանցքով ծաղիկներ էին սփռված ինձ համար ու ես շատ ուրախ էի այդ ժամանակ, երբ ես այդ ծաղիկների միջով պիտի անցնեի։ Հիշելու շատ բան ունեմ, բայց առանձնացնել ինչ-որ մեկին ու չնշել, մատնանշել մեկին առանձնացնել երկրորդին գեղեցիկ չի լինի։ Առանձնացրեցիք արդեն ընդհանրապես։ Միջանցքը գոնե առանձնացել։ Ինչ է։ Ինչի՞ս եկչուհի չդարա։ Ես էլ եմ այդ մտածում, երբ խոսում են նման նվերների մասին, որովհետև այնուամենայնիվ հաղորդավարի գործն անշնորհակալ է։ Եվ ինձ համար արժեքը կապ չունի, բայց միևնույնն է խոսքերն էլ արժեք չունեն, եթե դրանք վերաբերմունք չեն։ Կարևոր չի, որ թանկ արժեք լինի նվերը։ Կարևորն է, որ հանդուրը քեզ համար ընտրված չէ, իրական չի լինի քեզ համար հատուկ ընտրված, որ իր սիրտը հոգին ընտրելուց քեզ պատկերացնի այդ նվերը, քո դեմքը, որ նվիրեն ու տեսնեն, թե դու ոնց ես ուրախանում։ Բաներ կան, որ ավելի վեր են արժեքից։ Չի գալիս ու պետքա ուրախանաս։ Երբ որ դուր չի գալիս, ճիշտ ասած ես էլ չեմ ուրախանում։ Անգլիացի արիստոկրատները դա կոչում էին կուլտուրա, այսինքն այն, որ անգամ երբ քեզ դուր չի գալիս, ստիպված ուրախանում ես, բայց ես դրա հետ էլի համամիջ չեմ, որովհետև ես դուր չի գալիս, ինչ ասեմ։ Էվենա, դուք ամենակինն եք բոլոր մեր իմ ճանաչած ձեր սերնդակիցներից եւ հետաքրքիր է պահպանել միշտ կանացիությունը եւ լինել սիրված, չնայած լինել թատրոնի մարդ եւ ամեն անգամ այդ աշխատանքային process-ի մեջ միևնույն ժամանակ այդքան երեխա, թոր, ծոր
ծորը շեշտը, ծորը շեշտը։ Բոլորը զարգացում են, այո, Այո, եւ այդ ամենի հետ մեկտեղ ինչպես է կարողանում համատեղել եւ լինել եւ կանացի եւ ցանկալի եւ արդյոք ժամանակը ունի գեղեցկության որոշակի չափորոշիչներ։ Անշուշտ այդ հարցը մասնագետներն են կամ մեկնաբանել։ Երևի մասնագետները ավելի Չէ, ճիշտ դուք ասեք ձեր տեսակետը։ Ես չգիտեմ, իմ տեսակետը պարզապես պետք է ապրել, ուրախանալ այսօրվա օրվանով, գնահատել ինչ որ ունես։ Չգիտեմ, ես միշտ կարողացել եմ գոհանալ քչով, փոքրով, միշտ լինել սիրված, կարողանալ սիրել, կարողանալ բարություն նվիրել։ Այդ դու աղջիկներին հարց տվեցիր, թե եղել է այդպիսի բան, ճիշտ է, հիմա ամուսինս իմ կողքս չէ, ցավոք, բայց այնքան գեղեցիկ եւ այնքան անակնկալ բաներ էինք ինձ մատուցել, այնքան սյուրպրիզներ էին դարել, որ ռոմանտիկ, շատ գեղեցիկ։ Գիտեք ինչ, միշտ մարտի 8-ին նախորերին նա գործողում էր իրեն, կազմակերպում, ինքն էր գնում, խնդրում, որ իրեն գործողման ուղարկեն Սուխումի եւ այնտեղ գնում էր։ Հիմա յուրաքանչյուր մարդ կարող է, եթե փող ունի, կարող է ծաղիկներ գնել, բայց այն ժամանակ գեղեցիկ ծաղիկներ, յուրահատուկ ծաղիկներ գնելը, դա էլի տակից է տալիս, չէ, բացի տակից պարզապես մեզ մոտ չէր բերվում այդ գեղեցիկ ծաղիկները, եւ նա գնում էր հատուկ Սուխումի բուսաբանական այգուց, իսկ բուսաբանական այդ այգում պատկերացնում եք ինչ ծաղիկներ էին, արտասովոր ծաղիկներ, եւ բերում էր շատ մեծ քանակությամբ եւ նույնիսկ մի անգամ ինքը այսպիսի միջադեպ է եղել, գնացքով երբ որ եկել է եւ այդ մեծ քանակությամբ ծաղիկները ձեռքին, անգամ ունեցել է ինչ որ ոչ հաճելի տհաճ պահեր, որտեղ ասել են, սա ինչ է այսքան ծաղիկներ, պարզապես իրենք տեսել են, որ գեղեցիկ ինտելիգենտ մարդ է, պարզապես ասել է կնոջս համար եմ տանում, ինչպես այսքան շատ քանակությամբ ծաղիկներ, այսքան գեղեցիկ, այսքան արտասովոր ծաղիկներ։ Իրենք չեն իմացել, որ դուք եք նրա կինը։ Ինչպես կարելի է, սա ուրեմն ուրիշ բան է, պարզապես ինքը կարողացել ասել, որ ես իմ կնոջս նվեր եմ տանում։ Ինձ թվում է ձեր ամուսինը բացի որ այդքան ռոմանտիկ էր, այն ժամանակ չուներ ապրիլի 7-ի գերագույն խնդիրը։ Եվ բավարարում էր մարտի 8-ով, դրա համար իր ամբողջ էներգիան Չէ, գիտեք ինչ, դա մարդու բնավորությունից է գալիս, դա կապ չունի, մարտի 8-ը մարդիկ չպետք է սպասեն, եթե մարդը ուշադիր է, եթե մարդը սիրում է իր կնոջը, եթե մարդը կարող է կողքինին, դիմացինին հաճելի պահեր պարգևել, ապա ինքը կանի դա։ Անկախ պետք չէ սպասել, ճիշտ են ասում, պետք չէ մարտի 8-ին սպասել։ Եվ նման բաներ միշտ իմ ամուսինս արել է ինձ համար, շատ եղել է ուշադիր եւ ծաղիկներ, բան, ես միշտ ունեցել եմ, միշտ սյուրպրիզներ ինձ արել է, միշտ անակնկալ է եղել ինձ համար։ Երջանիկ ամեն ինչ։ հա։ Չէ, իսկապես է, այդպես է, բոլոր ծանոթները, բարեկամներ, ընկերները գիտեն, որ ինքը շատ ուշադիր եղել եւ իրեն համար բոլորովին կարեւոր չէր հենց այդ օրը։ Իսկ այդ օրը ինքը ուզում էր արտահայտել մի բան, յուրահատուկ էր դարձնում նման բաներով մինչև Սուխումի գնալ եւ բերել ինձ համար գնել այդ քանակի։ Տեսնում եք, որ կա մարդիկ հիմա ալարում են գնան մի կանգառից վերև ծաղիկ առն կամ զանգի հեռախոսն են ալարում, սկիզբ փուրուկը անարդարի այդ հարցը։ Լավ, անդրադառնանք գույներին, այսօր տաղավարում արկա են շատ գույներ, հետաքրքիր է գերակշռողն է կապույտը, գրեթե, մի քիչ կա Ես ու Վրանուշը առնով քիչ վարդագույնի ակտիվ վարդագույն, Վրանուշը կապույտը վարդագույնի համադրությամբ եւ ավելի շագանակագույն կգնում մեծ սերունդը։ Չէ, ամեն մարդ մի գույն է նախընտրում։ Մարդ պետք է ընտրի այն գույնը, որը ետրամադրությունի հետ խոսում այդ րոպեին։ Ինչքան էլ լինի կարմիր գույնը շատ ակտուալ, ես չեմ կարող դա հագնեմ եւ ամեն օր։ Համար պետք է ամեն մարդ ճիշտ կլինի, որ ընտրի այն գույնը, ինչի է հոգին։ Այդ րոպեին ուզում է։ Բացի հոգուց պետք է սազի էլ, չէ։ Այո։ Գույներ կան, Չէ, մարդը որ շատ գույներ է սազում։ հա։ Ինձ թվում է դա տրամադրության հետ էլ է խնդիրը, որովհետև կա մի օր դու զարթնում ես, հագնում ես այս գույնը քեզ սիրուն է, մյուս օրը արդեն Բայց գարնանը ամեն օր կարմիր էնել այս էմոցիաների հետ հաստատ խորհուրդ չի տրում։ Հաշվառնելով դիմացինի նկատմամբ հարգանքը։ Շարունակի Հրանուշ ժամանակին տարիներ առաջ, դեռևս շատ հեռու չգնանք, ընդամենը 10 տարի առաջ, հատուկ խնամված կանանց հազվադեպ էինք հանդիպում փողոցում։ Օրինակ Էվելինա Շահիրյանը եղել է այդ բացառիկ օրինակներից, երբ այն թվերին, չգիտեմ տուշը ոնց էիք ստանում, բայց
ամեն կերպ միշտ եղել է խնամված։ Այսօր որքանով է պատկերը փոխվել եւ արդյոք որակը, հա, բարձրացել է խնամվածության։ Ընդհանուր պատկերը ես գիտեք երևի այն մարդկանցից եմ, որ հավատում եմ ավելի շատ երջանկության կնիքը, երբ մարդու դեմքին երևում է, ինչպես մենք շեշտեցինք Էվելինայի, հա, տարբերակում, երջանկության, սիրո, սեր տալու այդ փոխադարձ այդ շրջանակը, որ սերը պտտվում է, այդ ամենամեծ գեղեցկության եւ խնամվածության գրավականն է։ Դա ոչ միշտ այդ փայլը չի կարող տալ։ Բայց ինչ վերաբերվում է, իհարկե, ես միշտ կողմ եմ խնամված, երջանիկ, ուրախ կանանց։ Իսկ հիմա որակապես շատացել են, կանայք շատացել են։ Երջանիկ չէ, որքան որ խնամված, որովհետև ցավոք սրտի շատանում են միայնակ կանայք, բայց դա իրենց չի խանգարում իրենց խնամել։ Եվ չպետք է խանգարի գեղեցիկ եք դասել։ Մի բան ասեմ, դուք տեսել եք տգեղ հարս։ Չէ, ամենատգեղ հարցը, Ինչ եմ ինչի այդ հարցը տվեցի։ իր տեսակի մեջ փայլում է իր հանդեսի օրը։ Այդ լույսը գալիս է ներսից, երջանիկ է։ Մեծ աղոթ Եվ ինչ որ մի իսկապես փայլ է գալիս։ Չէ, համաձայն չեք։ Լրիվ համամիտ եմ։ Այդ տգեղը մի կարող է լինի, մի քիչ տգեղ, մի քիչ գեղեցիկ, բայց այդ լույսը լինում է։ Լրիվ մարդը պետք է ներսից։ Վերջերս ես տեսա ծրագիր, ըստ որի այն նորմալ կինը, որը համարվում է իդեալական, որը հասնում է իր երեխաներին խնամել, որը հասնում է ինքն իրեն միշտ խնամել, տեսքի բերել, իր ամուսնու հետևից ամեն ինչ հասնում է նասկիներից մինչև շապիկներ, խոհանոցում իդեալական է բորշից մինչև, չգիտեմ, խինկալի եւ այլն, այդ ամեն հա, կեսօր դե չմոռանանք հայկական ավանդական, այդ ամեն ինչի պարագայում սովորական միջին կինը պետք է ունենա մինիմում 28.5 ժամ։ Հայ կինը անգամ չունի 22 ժամ, հաշվի առնելով զբաղվածությունների քանակը, բայց հասնում է ամեն ինչ, ինձ կասեք գաղտնիքը։ Չգիտեմ, եթե այդ չափ Ալեքսանդրայի ակտիվությունը բոլորս գիտեն։ Այնուամենայնիվ կարող եմ ասեմ, եթե մայրիկիս արկայությունը եւ օգնությունը եւ իր աջերմությունը չլինի, ես չեմ կարող ձեր թվարկածների սկի 10%-ին համապատասխանեմ։ Այդ մեկ, որովհետեւ իմ անկեղծ էլի, եթե մայրիկս ինձ չօգնի, հնարավոր չի։ Նույն Ալեքսանդրային ինչքան է կողքից էլի օգնողներ լինեն, միևնույնն է, երբ կա մայրդ, դու դեռ երեխա ես։ Իսկ ինչ վերաբերվում է իմ հասցնելուն, ինձ թվում է այդ պարագայում, եթե մարդ ունի ցանկություն, ամեն ինչ կարող է հասցնել, ինչքան գերլարված ես լինում, ինչքան գերծանրաբեռնված ես լինում, միևնույնն է ավելի շատ ես հասցնում կյանքում եւ ինձ թվում է միայն ցանկությունը հարկավոր այդ պարագայում։ Իսկ ամուսնու օգնությունը որքանով է այդտեղ կարևորվում։ Ես գտնում եմ, որ ընտանեկան գարմոնիայի համար ընդհանրապես հարկավոր է զբաղվածություն։ Լիարժեք զբաղվածություն, թե տիկնոջ, թե ամուսնու։ Երբ եւ ընտանիքում լինում է զբաղվածություն, լինում են շատ ու շատ ընդհանուր հետաքրքրություններ։ Եվ այդ հետաքրքրությունները արդեն միասնություն է ստեղծում։ Եվ միշտ ձգտումը, որ հասնես տուն, քննարկես առօրյատ, այդ ջերմությունը փոխադարձ տաս իրար, ինչ որ մի փոքր, միգուցե ընդհանուր չխոսես այդ օրը, չկիսվես, չպատմես, հա, բայց միևնույնն է ինչ որ կոնտակտ կա, չգիտեմ ոնց ճիշտ ձևակերպեմ։ Լրիվ հասկանալի էր։ Այդքանը։ Իսկ ինչ վերաբերվում է ուզում եի անդադը ավելացնեին առումով, որ գեղեցիկ, թե տգեղ կին, թե ինչպեսին որ լինի, եթե կինը հմայիչ է, դրանով ասված է ամեն ինչ։ Իսկ հմայքի ամենակարևոր գործոնը դա բարությունն է։ Բարությունը, հանգստությունը, ինձ թվում է քիչ թե շատ մենք պետք է նայենք մեր մայրիկներին, հա, որովհետև այսօր մենք ապրում ենք այնպիսի տեխնիկապես գեր հագեցած աշխարհում, որ ամեն ինչը հեշտացել է։ Շատ ու շատ հեշտացել է կանանց համար եւ ազատ ժամանակ է ազատվել, հա։ Բայց չկա։ Այդ ժամանակը գոյություն չունի, այսինքն ընդհանուր երբեմն մենք շատ ու շատ ծիծաղում ենք այդ առիթով, որովհետև եթե 48 ժամ լինի, օրը մենք էլի կուշանանք, էլի կուշանանք, էլի չենք հասցնի։ Էլի պայուսակը ծանր կլինի, էլի մեջ ինչ ասես չի լինի։ Չգիտեմ, երևի մենք մեզ պետք է վերանայենք։
Ես կասեմ տղամարդիկ թող մեզ բերել։ Եկեք մենք բոլորս հիմա խրախուսենք Արևիկին, թող ինքը չկարոտի իր մայրիկին, որտեղ հիմա քանի դեռ հրանուշը պատմում էր այդ մասին, Արևիկը իսկապես իմ խորին ցանկությունը քեզ եւ քո ընտանիքին տեսնելու մեր տաղավարում անընդհատ չի ստացվում տեխնիկապես, այն բարձ պատճառով, որ քո ընտանիքի անդամները հիմնականում ապրում են մեզ համար սիրելի, բայց մի քիչ ագրեսիվ մի երկրում։ Իդեպ ես պատմեմ Արևիկի ընտանիքի մասին, իմ ամուսինս եւ առաջի անգամ ծանոթացավ Արևիկի ընտանիքի հետ, մայրիկի, հայրիկի, տատիկների երկու կողմից, պապիկների հետ, Վիկա ասեց, եթե ընտանիքի էտալոն ասեն ինձ, ես մենակ իրանց ընտանիքը կարող եմ օրինակ բերել, գեր ուրախ մարդիկ, գեր թեթև մարդիկ ու ցանցած եւ շատ ավանդական դրանք եւ շատ ավանդական եւ հիմա նաեւ իր ամուսնու ընտանիքն է մաս էզու ասել շատ ուրախ մարդիկ, որոնց առիթ պետք չի ուրախանալու համար։ Եթե չլինի ես առիթ պետք չէ միշտ ուրախ։ որովհետեւ առաջնորդի պետք է բաներով գոհանում են։ Իհարկե, Միանգամայն նորից շեշտեցինք փոքր բաներից, եթե մարդ չգնահատի փոքր չնչին բաները եւ չուրախացնի իր, այսինքն գորշ բան ներկերի մեջ պատկերացնի իր առօրյան, իր կյանքը գորշ կանցնի ուղղակի։ Իսկ եթե գնահատում ես չնչինը, այսօր ուրախացնում եմ մեզ այս կակաչների եւ նարցիսների գույնը, այս ամենը այս գեղեցիկ տաղավարը, Նազենի գեղեցիկ լինելը, հմայիչ լինելը, իրանից եկող աուրան, արդեն մենք ուրախ ենք։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում մեր տաղավարում։ Նազենի բոլորը կովրամի վերցրում մեզանից էլ է գալիս։ Ես ընդհանրապես ինձ այդ վերցեցի, որովհետև ինձ ձեզնից է գալիս։ Էվենը այն մի բան եմ ուզում հարցնել, հրանուշի նշած տեխնոլոգիաների առաջխաղացումը անշուշտ օգնում են, բայց որքան օգնում են, այդքան էլ խանգարում են։ Ընդհանրապես այդ կոճակներն են էլի շատանում, որոնք սեղմում ես, ինչ որ միացնում ես, ինչ որ անջատում ես, այս ամեն ինչի մեջ։ Ժամանակին այդ ամենը չկար, եւ կային երեխաներ, հետո եղան թորնիկներ, Այո, ծոր։ ծորը շեշտում է։ Դուք օգնել եք, շատ եք օգնել ձեր երեխաներին խնամքի գործում։ Անցո Հերոսը նշեց իր մայրիկի օգնության մասին։ Դե ինչ կան որ կարողացել եմ, իհարկե։ Իհարկե։ Հետո ուզում եի ավելացնել, ամենակարևորը որ քո ժամանակը կարողանաս ճիշտ բաշխես։ Եվ հա այդ ժամանակ միշտ կբա։ Հետո ինչ որ անում ես, անես հաճույքով։ Անես սիրով, եթե սիրով ես անում, ինքան հեշտ է ժամանակը։ Ժամանակը բավականացնում է ամեն դեպքում։ Նայում եմ Էվելինային ու մտածում եմ, ինչպես է նա ամեն տարի, այսքան տարի, այդքան սիրով իրեն միշտ ճիշտ դրսևորել։ Դրա համար մեծ համբերություն է պետք։ Ամեն ինչ լինում է այն ժամանակ, երբ պիտի լինի։ Միշտ մեր կյանքում բոլոր ուրախությունները, բոլոր այդ հետաքրքիր առիթները, կարևոր մարդիկ հայտնում են այն ժամանակ, երբ մենք նրանց ամենակիչն ենք սպասում։ Ու երբ չենք փնտրում նրանց, իրենք հայտնվում են այդ ժամանակ։ Ես չեմ հոգնի, երբեք չեմ հոգնի ասել այն մասին, որ էլի վերջին անգամ ասում, լավ, այլ չեմ ասելու։ Ես իմ երկած երկին հավատում եմ։ Ես հավատում եմ, որ պատահական ոչինչ չկա այս կյանքում։ Ինձ ու քեզ կապեց իր լույսով անմար եւ մի ուժ ասես մեծ մագնիսի պես փողոցում խովում մեծ ցկեց իրար անծանոթ օտար մի մարդ որ դեռ երեք չկար դիեզերք մի վարգյանում դու ինձ դարձար պատահական չի լինում ոչ մի բան մենք պիտի հանդիպենք իրար ինձ հիմա պարզ է որ ծնվենք իրար համար սա մի երազ է մեզ կապեց արծաթեթելով իալուսինը ինձ ու քեզ լցրեց լույսով և կապեց ավեր սիրով դու նստիր կողքիս սրուցենք հոգիս թե ինչպես փոխվեց կյանքը երկուսից ինչ կավելի քան այս սերանգին որ
ամեն ինչ որ լինում է մեզ հետ, ուրեմն լինելու է ու այդ է մեր բաժինը, մեզ համար է պատրաստված։ Հիմա մյուս Տեսնենք բանն ինչ կլինի, ինչ որ լինում է թող լինի։ Թող որ լինի մի անգամից կասեր Սարոյանը։ Հիմա եթե քո երկած երկին հավատում ես, ուրեմն հիշենք ուրախ երկերը, որ հավատալու արդյունքում լավ բաներ լինեն, տխուր երկերը իջիկ դառնան։ Կրիստինե, փոքր ժամանակ աղջիկ երեխաները երբ չունեին փողիկներ, որ ծաղիկներ առնեին կամ կողքի ծաղիկին կոպեկները չէին հերիքում, միշտ մայրիկների համար պատրաստում են գեղեցիկ ինչ-որ բաներ, բացիկներ, ապլիկացիաներ, պատասխաններով, սոսնձով։ Մայրիկս պահել եմ այդ բացիկներից մեկը։ Մայրիկս էլա պահել բոլորը։ Ես նոր եմ սովորել գրել այդ ժամանակ եւ կարողանում եմ արդեն նախադասություններ գրել։ Մայրիկից գրեցի շնորհավորանք, սիրելի մայրիկ, սրտան շնորհավորում եմ քո մարտիութը, մաղթում տա։ Եվ ամենավերջում կողքի հատվածում ծրարի, քանի որ սովետական արտադրության ծրար էր, ուրեմն կար գրված կուդա կամու։ Ես բանել տվեցի այդ երկուսը կուդա կամու, պետք է ամբողջությամբ լրացնեմ, բա հոչի կորելու այդ ծրարը, նա այդունն եմ թողնում, բայց նշի որ պոչտայով ուղարկելու եմ։ Հետո ես գրեցի դե հասցեն չգիտեի, տենց ճիշտ հասցեն էլի, լսել էի, որ տաքսի էինք մեկ-մեկ նստում, որ հասնում ենք տուն, լսել էի եւ հասցեն գրեցի Թումանյան 9 Ռենգեն ինստիտուտի մոտ 4-րդ հարկ, 4 հարկներ։ բնակարան 40։ Պատկերացրիր, ու ես այդ դրել եմ տանը, որ մամաս ճիշտ հասցեատիրոջ հասնի, էլի, որտեղ մարդ է, այդ հասցեն որ չգրեի, կարող կորեր տան մեջ։ Հիմա խնդրում եմ այդ հասիով չգնաք, որովհետև հասեն վաղուց փոխվել է։ Այո, հասցեն վաղուց, ասեն չկա Թումանյան 9-ում, ես երկար տարիներ ինչ այլևս չեմ բնակվում։ Կրիստինե, մայրերը երբ ստանում են իրենց համար շատ թանկ եւ խորապես հուզող նվեր, երբեմն հուզմունքից չեն կարողանում զսպել իրենց արցունքները, անգամ երբ շատ ջանում են։ Ես օրինակ ներվանանում եմ այդ բան, որովհետև ես էլ եմ հուզվում, դա ինչ-որ շղթայական ռեակցիա է վերածվում։ Հիշում ես նման դեպք, երբ արդեն գոնե մայրդ քեզ հանգստացներ, դու ես նրան հանգստացնում։ Այդ նվերը կապված էր մայրիկի երկի հետ։ Երբ ես մայրիկիս համար այդ երկը նվեր արեցի։ Ու որտեղ նայեց առաջին անգամ։ Առաջին անգամ տանն էինք։ Լսեց թե առաջին անգամ, չէ, առաջին անգամ լսեց։ Երկը երբ որ լսեց առաջին անգամ այդ ռեակցիաներ, հետո տեսա հոլովակի ռեակցիաներ ցնցող, որովհետև ի սկզբանե այդ թեման իր շուրջ հավաքվեց։ Ես դա իր ծննդյան օրվան նվեր էի արել, այդ երկը։ Հետո արդեն նրա թույլտվությամբ իր նվերը ավելի տենց մեծ արձագանք գտավ, ինքը թույլ տվեց, որ ես ավելի տենց մասսայականացնեմ ու նաև իր անունից նվիրեմ աշխարհի բոլոր մայրիկներին։ Ու այդ նվերն էր մամայիս համար, որ ինքը երբեք երևի չի մոռանա, որովհետև այդ ռեակցիան իր մոտ շատ անսպասելի ստացվեց։ Քո գրկում այնպես երջանիկ եմ ես, երազում անգամ լուր շփվում եմ ես, դու մնա ինձ հետ, դու ապրիր հավես, չեմ թողնի երբեք, միայնակ ինձ, զով է հոգի դու աղբյուր վարար, լույս է երազ ես դու ինձ համար, իմ միակ, մայրին բարի, ես սիրում եմ հանգին իմ մայրին, լույս է քո անհուն աչքերում համար, բարաստրին աման ինձ տանում է, զեն է քո հոգում մի ամբողջ աշխարհ, իմ անհոգ ու խենթորերի, ինձ համար գիշերը մոմեն վարանց, նույն ձեռքերը քեզ համբուրում են, քո սիրո համար իմ մայրիկ բարի, ողջ աստղերը քիչ եմ էլի։ Հետաքրքիր է, կանանց այսօրվա չափանիշները գեղեցկության արդյոք շատ են տարբերվում նախկին չափանիշներից։ Նկատի ունեմ, եթե առաջ դասական ամենից դոմինանտ էր, հիմա կարող է նայես ինչ-որ անհասկանալի բաներով։ Այս բարագայում նա ծեծված ֆրազ չէ, որ ճաշակին ընկեր չկա։ Բայց չէ, մեկն է կա։ Ինչ վերաբերում է բնատուր գեղեցկությանը, հա? Էդի նկատի ունես։ Այո, թեք։ Այսօր երևի խոսանք տղամարդկանց մասին, չէ՞։ Խոսենք, Տղամարդիկ Կա բնատուր Չէ, տղամարդիկ այսպիսի տենդենսա չէ նկատվում, օրինակ ինչի
քիչ առաջ ասեցիք, որ ընտանիքներ եւ այլն, հա, ուզում եմ ուղղակի խորհուրդ տալ, որ չվախենան իրանց կեսը եւ գտնում են, չվախենան գեղեցիկ, կայացած, ինքնահաստատված կանանցից։ Ուղղակի հայ տղամարդիկ իսկապես էլի քաջ տղամարդիկ են իրանց էությամբ, թող պատներ չսարքեն կամ տանեն տանեիդ, իրանց գեղեցիկ էակը փակեն, թող լինի փոխադարձ վստահություն, այդ պարագայում երկու անձնել ինձ թվում է կհաստատվեն իրանց կյանքում եւ շատ գեղեցիկ կյանքի ուղի կապրեն։ Անկամ ես կասեի թող լինի միշտ արել։ Այսօր կանանց նկարը գիտեք ինչով է փոխվել։ Ոչ միայն իրանք խնամված են, որովհետև ինֆորմացիայի դարում են ապրում, ամեն ինչ մաչելի է, հետաքրությունները շատ ու շատ են, ամեն ինչ կարող են իմանալ, իրանք հղկեն եւ այլն։ Բայց տղամարդիկ չվախենան նման կանանցից։ Հպարտությամբ իրանց կողքը ունենան նման կյանքի ընկեր։ Այլ ավելի ստեղծեն պայմաններ ինքնահաստատման, որ ավելի ծաղկի նման մարդը։ Արև ինձ ահավոր հետաքրքիր այն փաստը, թե ինչ ես դու պատրաստում քո ամուսնու Ալեքսանդր Նացականյանի համար։ Եվ արդյոք նա ունի հատուկ նախասիրություններ խոհանոցային առումով։ Հետաքրքիր է մարդը, որ այսքան խնամված գեղեցիկ շորիկներ է կարում բոլորի համար, ինչպես է հասցնում տանը զբաղվել խոհանոցով։ Դե ասա։ Էսենց, ոչ մի ձև։ Այդ չես անում։ Ուսում լացել, չես։ Չէ, ես հասնում եմ մենակ անել ուտրում завтрак, ու всё։ Հա? Բայց փոխարեն դրա գեղեցիկ ես սուպեր-պուպեր շկաֆչիկ, ես բացում եմ այդ շկաֆչիկը, երբ գայս եմ տուն, այնտեղ սաղ մեր ռեստորանների բուկլետներն են դրա։ Ու ես ես, Ալիկ, Ինչ խոհանոց ես դու նախընտրում։ Даже ամանչեցի ասեմ, չէ լուրջ ես մի քիչ կուխնյայի հետ այդքան կապ չունեմ, ոչ թե չի ստացվում, երևի չեմ փորձել որ ստացվի։ Լավ, եկավ այդ տարբերակը բուկլետներով։ Լավ, ասենք նրա մասին ոնց ես դու դա մատուցում, կարևոր չէ, ով է դա Շատ, այդ պատրաստել։ մեկը շատ գեղեցիկ, շատ եմ սիրում։ Որ ուրիշը սարքի ես սիրում դասավորը։ Հետաքրքիր է, այսքան ժամանակ նստած խոսում եք տարբեր սերնդի ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների, չնայած բոլորին կապում է արվեստը եւ գեղեցկությունը եւ միշտ ցանկալի լինելու փաստը, բայց հետաքրքիր է, արդյոք այդ Էվելինա եկող սերնդի, խոսքը դերասանական սերնդի մասին է, եկող սերնդի մեջ տեսնում եք այն պոտենցիալը, որը կարող է տալ այնպիսի արժեքներ, որոնք ունեցել են ժամանակին մեր վարպետները եւ ձեր սերունդը։ Անշուշտ, իհարկե։ Թատրոնում կա այսօր։ Իհարկե, թատրոնում այսօր լավ սերունդ ունենք, շատ լավ դերասանուհիներ ունենք, դերասաններ ունենք, ռեժիսորներ ունենք։ Որ չափանիշներով են նրանք առաջնորդվում հայտնիության, փառասիրության, թե թատրոնի մեջ իրենց սերը գտնելու։ Դեռ չեմ կարող ասեմ ինչ չափանիշներով են նրանք, բայց այն որ նրանք ունեն սեր թատրոնի նկատմամբ, նվիրված են թատրոնին եւ անում են սիրով, այսինքն կա ձգտում, մեծ ձգտում, դա կա եւ ինձ թվում է որ դա երևի իրեն մի օր արտահայտելու տեղ կտա, որովհետև տրվում է մեր թատրոնը այն թատրոններից է, որ երիտասարդներին տրվում է այդ հնարավորությունը, որ իրենք կարողանան իրենց դրսևորել։ Իսկ դուք կուրկ ունեցել եք։ Կուրկ քատերական։ Իհարկե ունեցել եմ, իհարկե։ Ով։ Շատ եմ ունեցել։ Աննումանյանին էր ինձ համար կուրկ ժամանակին, չգիտեմ այսօրվա սերունդը գիտեն այդ Գիտենք։ Մանյանին ով չգիտի։ Մազինաներ ինձ համար, շատ կուրկեր ունեի, իհարկե։ Շնորհակալություն Քրիստիկ, որ երգիչներից, հա, ոչ հայկական համաշխարհային երգիչներից, ինչ որ մեկը կա, որ եղել է, չասեմ կուրկ, հա, բայց գոնե տալոն կամ նրան Շատ, իհարկե շատ մարդիկ կան, որոնց հաճելի է լսել, կան մարդիկ, որոնց չես կարող ասել, որ նրանք քեզ համար կուրկ են, բայց դու շատ բան ունես իրենցից սովորելու։ Ես եղել եմ շատ լավ գեղեցիկ համերգների ականատես, ներկա եմ եղել, ասենք մարդկանց համերգների, որոնց ես իսկապես սիրել եմ, երկրպագել եմ ու գնացել եմ իրենց լսել եմ ոնց են երգում, ես ունեցել եմ այդ բախտավորությունը լինելու ներկա։ Ես դեռ փոքր տարիքից շատ սիրում էի Մրայ Քերին, այն ժամանակ ինքը շատ յուրահատուկ էր իր տեսակի մեջ։ Սիրում էի ոնց էր երգում,
Այսօր ես չեմ ուզում առանձնացնել շատ մարդկանց, որովհետև արդեն երբ սկսում է դա քեզ համար դառնալ աշխատանք, արդեն գնահատականներդ այլ են դառնում։ Այն ժամանակ երբ փոքրիկ ես, լսում ես, սիրում ես, արտիստին ուրիշ կերպ ես նայում։ Հետո արդեն երբ մտնում ես այդ պրոֆեսիոնալ կյանքի մեջ, արդեն արժեքները փոխվում են, սկսում ես ուրիշ աչքով նայել, ուրիշ ականջով լսել։ Դրա համար այսօր առանձնացնել մարդկանց, որ առանձնացնելու լինենք շատ մարդիկ կան, որոնք յուրահատուկ են, բացառիկ են, որ էլ երկրորդը չի լինելու իրենց պես, իրենք իրենց տեսակի մեջ են մնալու։ Բայց չգիտեմ, կարևորը այն է, որ այդ ժամանակ ինքը զգա ու քեզ տա այն երաժշտությունը, որը որ քո սիրտը ունի պահանջ։ Փառք Աստծո, երաժշտությունը այն հազվադեպ հրաշքն է մեր կյանքում տեղի ունեցած, որ կարողանում է ցանկացած առիթի ժամանակ ոգևորել մարդու։ Վիշտոտ կիսել քեզ հետ, կարող է քեզ ընկեր լինել ու լացել քեզ հետ միասին, կարող է ուրախության ժամանակ պարացնել քեզ ու էլի քեզ մենակ չթողնել։ Երաժշտությունը հրաշք է, որ կարող է ուղղակի լինել։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Շնորհակալություն, էլի իրեն առաջ տարավ, այսպես է միշտ լինում, երբ հաղորդավարը գալիս է յուր։ Շնորհակալ եմ անչափ, Հրանուշ, գեղեցկության էտալոնը ձեզ համար որն է եղել կամ որն է։ Ինչպես ցանկացած ինձ թվում է աղջիկա համար առաջինը իր մայրիկն է։ Այդ հնարավոր չի ուրիշ, это вне конкуренции։ Դա Մամա։ Естественно։ Բայց իսկապես գիտեք, ինչ շնորհավորանք, ինչ կմաղթեիք, հա, մեր հեռուստադիտողներին Օ, ես ամեն առաջինը միշտ ցանկանում եմ բոլորին, որ ժպտան, որտեղ երբ որ դու ժպտում ես, ամեն ինչ ինձ թվում է ավելի սիրուն է թվում եւ ավելի, ասած, в розовом цвете всё видишь։ Իսկ միշտ չի որ պետք է տնես նենց ոնց որ կա, որովհետեւ դա շատ տխուր է։ Բացի այդ արևի բարձրությունից այդպես դատելը իհարկե հեշտ է։ Չէ, ես ուղղակի կուզենայի որ բոլորը ունենան իրենց երկրորդ կեսերին եւ լինեն շատ սիրված, որովհետեւ դա շատ օգնում է լիքը հարցերում։ Շնորհակալություն, բրավո։ Էվելին ավարտենք։ ամենակարևորը այս գարնանորը սիրենք, լինենք սիրված անպայման, ժպտանք, լինենք ուրախ, ուրախություն պարգևենք ոչ միայն այս մի ամսվա ընթացքում, այլ միշտ թող տղամարդիկ հիշեն, միշտ ինչ որ գեղեցիկ բաներ, գեղեցիկ խոսքերով, գեղեցիկ փոքրիկ բացիկներ դա կլինի ու ուշադրությամբ, միշտ թող կանայք զգան իրենց ներկայությունը, թող գեղեցիկը մատուցեն իրենց կանանց։ Ինչ կուզենայի այն աղջիկները, որոնք չեն ամուսնացել, այս տարի ամուսնանան, գտնեն իրենց կեսերին, այն կանայք, ովքեր ամուսնացել են ու զգան այդ հրաշալի բերկրանքը, որ կինը անպայման պետք է անցնի եւ զգա մայրության բերկրանքը, Եվ չկորցնեն իրենց եւ սիրահարվածության։ չկորցնեն իրենց մայքը, կարողանան բավարարվել նրանով, ինչ որ Աստված տալիս է, յուրաքանչյուր օր ուրախանան առավոտյան բացվող լույսով, այն ինչ որ այդ օրը տալիս է իրենց զավակներով, իրենց ընտանիքով, թող բոլոր ընտանիքներում լինի երջանկություն, խաղաղություն եւ սիրել եւ սիրել։ Սերն է ամենաառաջնակարգը։ Անչափ շնորհակալ եմ։ Աստված մեզ ստեղծել է սիրով եւ այդ սերն է յուրաքանչյուր մարդու մեջ դրված։ Սիրելի հեռուստադիտողներ, ես օրիգինալ չեմ դինի, եթե ասեմ իմ խոսքերը, դրա համար կասեմ Ալբերտ Քամյուի խոսքերը, որը ճիշտ է աբսուրդիստ էր, բայց շատ լավ բաներ էր ասում։ Ապրել նշանակում է ստուգել։ Ես ձեզ մաղթում եմ, որպեսզի առիթ չհանդիսանա ստուգելու ինչ որ մեկի սերը, այլ ապացույցները գան իրենց առանց սպասեցնել տալու։ Իսկ ձեր ասած սիրո փաստը թող լինի յուրաքանչյուրի ներսում, անկախ նրանց կողքին, ֆիզիկապես որևիցե մեկ արկա է թե ոչ։ Սերը ներսից է տրված։ Կրկին հանդիպենք հանրային հեռուստատեսության եթերում։